Կարմիր ժապավենով լավ նորություն մեծ ու փոքր իջևանցիների համար։ Մարզկենտրոնի հիմնովին նորոգված եւ վերափոխված 100 քանդակի զբոսայգում բացվեց մշակութային եւ ժամանցային նոր վայր, որի շինարարությունը սկսվել էր 1 տարի առաջ։ Այսօր մեր համար շատ սպասված եւ ուրախալի օր է, քանի որ քաղաքում չենք ունեցել նման կառույց հանրային վայր։ Այս կառույցը նախատեսված է քաղաքում մշակութային միջոցառումներ կազմակերպելու թե մեծերի, թե փոքրերի ամբողջ բնակչության համար։ Արդեն այս կառույցը դարձել է մեր իջևանցիների սիրած վայրերից մեկը։ Բազմագործառութային հանրային այս կառույցը իրականություն է դարձել դիմակայունություն ի սկզբանե ծրագրով Սերբիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Իջևանի համայնքապետարանի գործակցությամբ։ Այն ներառում է ամֆիթատրոն, իր բեմահարթակով, կրթական եւ մշակութային նախաձեռնությունների համար նախատեսված տաղավար եւ խաղահրապարակ։ Ես շատ ուրախ եւ հպարտ եմ, որ Սերբիան մասնակից է այս ծրագրի իրագործմանը, նշում է Հայաստանում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը, իսկ գործակցությունը կշարունակվի այլ նախագծերով եւս։ Սերբիա-Հայաստան գործընկերությունը բազմավոլորտ է։ Մենք մասնակցություն ունենք տնտեսական, առևտրային եւ զբոսաշրջային նախագծերում, զարգացման ծրագրերում։ Նպատակ ունենք ներդրումներ կատարել նաեւ կրթության ոլորտում եւ շուտով համալսարաններից մեկում կդասավանդվի սերբերեն։ Հետաքրքրված ենք նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործակցությամբ եւ Իջևանը նույնպես կարող է դրա մասը դառնալ։ Հանգստի եւ ժամանցի նոր վայրը դիմակայունությունն ի սկզբանե ծրագրով կյանքի կոչված միակ նախաձեռնությունը չէ, եւս 2 ավարտված գործ նույն օրը։ Իջևանի փրկարարծառայության կենտրոնում տեղադրվել են հիբրիդային եւ շարժական ֆոտովոլտային համակարգեր, իսկ Աչաջուր գյուղում գործարկվել է նոր ջրամբար, որը ոռոգելի կդարձնի 120 հեկտար հողատարածք։ Ծրագիրը միտված է ավելի կայուն եւ բնակիչների կարիքներին արձագանքող համայնքների ձևավորմանը, հատկապես կանանց, երիտասարդների եւ խոցելի խմբերի ներառմանը, ասում է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը։ Սա ընդլայնված համագործակցություն է եւ որ շատ կարեւոր է, այս գաղափարը հենց համայնքի ներկայացուցիչներինն է։ Մենք լսել ու գնահատել ենք համայնքի կարիքները, թե ինչ նախագծեր են պետք, որոնք օգտակար կլինեն կանանց, երիտասարդներին, երեխաներին։ Իջևանում մենք իրականացրել ենք 3 նախագիծ, սակայն այլ ծրագրեր եւս իրականացնում ենք Տավուշի մարզում։ Մասնավորապես սոցիալ-տնտեսական, գյուղական զարգացման, կանանց եւ երիտասարդների զորեղացման, ինչպես նաեւ էներգետիկ անվտանգության հետ կապված։ Այս ամենն ուղղված է համայնքներն ավելի դիմակայուն, ներառական եւ կայուն դարձնելու համար։ Քրիստինե Թորոսյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։